Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գուրժ Մանուկյանը։ Այդ մասին սոցիալական էջում հայտնել էր Հայաստանի Թատերական գործիչների միության էջը։ Սիրված դերասանը 88 տարեկան էր։ Վերջին տարիների ընթացքում Գուրժ Մանուկյանը այլևս բեմ չէր բարձրանում, իսկ պատճառը հիվանդությունն էր։ Այդ տարիների ընթացքում Գուրժ Մանուկյանը մասնակցել է մի քանի հարցազրույցի, անկեղծանալով իր առօրյայի և կյանքի այդ բարդ փուլի մասին։ Տարիներ առաջ դերասանը մասնակցել էր մի հարցազրույցի ու անկեղծ խոսել տարբեր թեմաների շուրջ։ Լրագրողի առաջին հարցը հետևյալն էր. «Գյումրիում եք ծնվել, անցկացրել մանկությունը, թեկուզ և ծանր ժամանակներ են եղել։ Ինչ լավ հուշեր ունեք այդ ժամանակաշրջանից»։ Դերասանը պատասխանել էր. «Դրանք ծնողներիս և հատկապես մորս հետ կապված հիշողություններն են։ 5-6 տարեկան էի, մայրս տանը դերերից հատվածներ էր փորձում։ Ես ուշադիր նայում էի և ասում. «Մամ, դու գիժ ես»։ Չգիտեի, որ ես էլ եմ նվիրվելու այդ գժությանը, որ կոչվում է թատրոն։ Ուխտի երբևէ գնացե՞լ եք, թե ծիսական արարողությունների հետ գլուխ չունեք»։ Լրագրողի հաջորդ հարցը այդպիսինն էր. «Ճիշտ ասացիք, գլուխ չունեմ։ Ծեսերի օրերն անգամ կարգին չգիտեմ։ Երևի հորս եմ քաշել։ Հատուկ օրերը չէր ընդունում։ Այս կամ այն ծեսը կաներ, երբ ինքն էր ուզում», նշել էր դերասանը։ Ժամանակին խոսում էին, որ ձեր հոլիվուդյան ատամնաշարի համար իր ֆոնդից վճարել է Հանրապետության առաջին դեմքը։ Ասեկոս է, չէ՞։ Նման բաներ ուրիշների հետ էլ են պատահում։ Ինչպես եք նայում նման բարձր վերաբերմունքին։ Անշուշտ, լավ է, երբ ճանաչված մարդը պետության կողմից վերաբերմունքի է արժանանում, սակայն նման բան տեղի չի ունեցել։ Ասեկոս է։ Իդեպ, վերջերս ընկերս ատամնաբույժ Արմեն Բաբայանը սարքել է ատամնաշարս կամովին ու անվճար։ Մեզ հետևող մարդկանց հետաքրքիր է, թե ինչպիսի առօրյայով է այսօր ապրում սիրելի դերասանը։ Հեռուստացույց եմ դիտում, դուրս եմ գալիս մեր պարտեզ, բնությունը զարթնել է, ծառերը կանաչել են, հրճվում եմ այդ գեղեցկությամբ։ Թոռնիկս 2 տարեկան է, աշխարհի չափ ուրախացնում է, լցնում օրս ու կյանքս։ Նկարահանման հրավերներ ստանում եք։ Ինչ դեր կուզենայիք խաղալ ձեր այս տարիքում։ Օրինակ, Հայր Գորյո կխաղայիք։ Ամեն դեր էլ կխաղայի, բայց հարցը ուշացած է։ Եթե ուժերս տեղը լինեին։ Մյուս կողմից էլ մեր այս օրերը։ Ինչեր տեսանք։ Նույնիսկ անհարմար է ինչ-որ բանի սպասում ունենալը, երազանքներ փայփայելը։ Ուզում ես երկար ապրել, պետք է ծերանաս։ Հին խոսք է։ Հապա ինչու են մարդիկ դժգոհում ծերությունից, չէ՞ որ բոլորն էլ ուզում են երկար ապրել։ Ծերություն չկա։ Մարդը ներքուստ իրեն ինչպես զգում է, այդպիսին էլ կա։ Առնվազն հաշմանդամ պիտի լինես, դեմքդ էլ խորշոմներով պատված, որ քեզ ծեր զգաս։ Եթե նայում ես հայելուն ու քեզ այդպիսին չես տեսնում, ինչ ծեր։ Ես ինձ դեռ բավական ջահել եմ զգում, նշել էր սիրված դերասանը։ Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա։ Ձեր կյանքը որ ճանապարհին անցավ։ Արվեստի ճանապարհին անցավ։ Մի քիչ էլ ֆուտբոլի, դարպասապահ եմ եղել։ Յասամանի ծաղկման հրաշալի շրջան է։ Ինչ զգացողություններ ունեք այդ ծաղկի նկատմամբ։ Մի անգամ թատրոնի աշխատակցուհիներից մեկին, որ յասաման շատ էր սիրում, մի ծաղկեփունջ նվիրեցի։ Այնքան ուրախացավ։ Ես էլ ուրախացա իր ուրախությամբ։ Իսկ մեր պարտեզում հիմա հրաշալի ծաղկել է սպիտակ յասամանը։ Կինս Հասմիկը քաղել է ու բերել դրել սենյակումս։ Աննկարագրելի բույր է։ Անկեղծացել էր սիրված դերասանը։ Ալեքսանդր Արաքսմանյանի զավակն եք, անվանի դրամատուրգ։ Ինչ խորհուրդ էր տվել նա ձեզ և ինչ ազդեցություն է ունեցել, որ դուք դառնաք դրամատիկական թատրոնի դերասան, որի հիմնադիր անդամներից եք նաև դուք։ Ազդեցություն է ունեցել այնքանով, որքանով ես նրա որդին եմ։ Ճանաչված ծնողներ ունենալով երբեք որևէ հարցում չեմ ապավինել նրանց օգնությանը։ Իմ ճանապարհը ինքս եմ հարթել։ Գյուղինստիտուտից կես միավորով դուրս մնալուց հետո հայրս առաջարկեց ընդունվել Վարդան Աճեմյանի կուրս։ Տղային ինչու ես դժբախտացնում, ասել էր Աճեմյանը։ Ես ուժեղ կուրս եմ հավաքել։ Որոշեցի սիրելի ուսուցչիս վրեժխնդիր լինել։ Գնում նստում էի լսարանի վերջերում։ Մի օր էլ կուրսն է էտյուդ էր փորձում։ Ասաց. դու էլ փորձիր, թե ինչ ապրումներ ունեցա։ Իսկ նա վերջում ասաց. ապրես, լավ էր։ 1 ամիս ուշացումով ուսանող դարձա։ Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում։ Սիրում եք ջուրը մտնել, այս անգամ ուղիղ իմաստով։ Հետաքրքիր բան ասեմ, ջուր մտնելն ինձ համար սաստիկ տհաճ է, մինչև մտնում եմ հոգիս դուրս է գալիս, բայց որ մտա ժամերով կլողանամ, լավ էլ լողում եմ, անկեղծացել էր սիրված դերասանը։
Եվ եթե դերասան Գուժմանուկյանի բոլոր ֆիլմերը դիտեք, ապա կստանաք մոտավորապես 1464 ժամ հաճույք։ Նրա ֆիլմերի քանակն ու տևողությունը բազմապատկելով ստանում ենք հենց այդ թիվը։ Ամենատարբեր խառնվածքի, հասարակության տարբեր շերտեր ու հոգեբանություն ունեցող նրա հերոսների շուրջ մշտապես ծավալվել են քննարկումներ։ Նրանց մասին եղել են մասնագիտական վերլուծություններ ու գնահատականներ։ Դերասանի վերջին տարիների հարցազրույցներն իրականացվում էին իր տանը, քանի որ հիվանդության պատճառով նա նկարահանումների չէր մասնակցում։ Վերջին հարցազրույցներից մեկում էլ նա խոսել է իր ֆիլմերի մասին։ Տերտերին ուխտը ֆիլմը դեբյուտ էր ոչ միայն Գուժմանուկյանի, այլև կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանի համար։ Այս ֆիլմում նա վարպետորեն կերտեց գլխավոր հերոսի՝ որսորդ Հակոբի կերպարը։ Այս մասին խոսելով Գուժմանուկյանը նշել էր. «Ինձ համար միանգամայն անսպասելի Հենրիկ Մարգարյանից հրավեր ստացա։ Հրավերը հրավեր, ցանկությունը ցանկություն, բայց կերպարը մարմնավորելը բավականին բարդ աշխատանք էր»։ Հենրիկ Մարգարյանն էլ իր հերթին ներքին անհանգստություն ուներ և մի օր ինձ ասաց. «Գուժ, ինձ հանկարծ սևերես չթողնես։ Ես էլ ասացի, որ եթե ինձ այնպիսի հնարավորություն է տրվել, ուրեմն ես կաշխատեմ արդարացնել սպասումները», պատմել էր սիրված դերասանը։ Դերասանուհի Կարինե Սուքիասյանը հայ կինոսեր հանդիսատեսին առավել հայտնի է «Հայրիկ» ֆիլմի Մայայի կերպարով։ Անցյալ դարի 70-ականների երկրորդ կեսին կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հրավերով «Ճանապարհին» ֆիլմում նա մարմնավորեց գլխավոր հերոսուհուն, իսկ գլխավոր հերոսի բեռնատարի վարորդ Գեղամի դերում հանդես եկավ Գուժմանուկյանը։ Նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը, Գուժմանուկյանի համ ու հոտով հումորները դերասանուհին հիշում է մինչև օրս։ «Ճանապարհին» ֆիլմի տարիները հիմնականում գիշերներն էինք նկարում, և հիշում եմ, որ տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ, երբ ես գլուխս դրել էի Գուժի ուսին, նա էլ սցենարով նախատեսված երկխոսության իր կտորն էր արտաբերում, ինձ համար անսպասելի ես քնեցի, արթնացա նրա հրոցից և նա զարմացած ասաց. «Այ աղջիկ, ես էլ գիտեմ դերի մեջ էիր, պարզվում է իսկապես քնած էիր»։ Չզսպելով ծիծաղը պատմում է Կարինեն։ Գուժմանուկյանի հմայքն ու փայլուն դերասանական խաղը գնահատեցին բազմաթիվ կինոռեժիսորներ, բայց կային նաև ռեժիսորներ, որոնց մոտ նկարահանվել նրան չհաջողվեց։ Տարիներ անց նա խոստովանել է, որ դա բաց է իր կինոկենսագրության մեջ։ Յուրի Երզինկյանն ու Ալբերտ Մկրտչյանն այն կինոռեժիսորներից էին, որոնց մոտ ես մի քանի ֆիլմերում նկարահանվեցի, և զարմանալի կերպով ինձ համար գաղտնիք մնաց, թե ինչու այդպես էլ չգտնվեց մի այնպիսի դեր, որ մարմնավորեի ու հանդես գայի Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերից մեկում։ Ափսոսում եմ, որ Հենրիկ Մալյանի հետ համագործակցությունը սահմանափակվեց միայն Նահապետ ֆիլմով։